Հայաստանը կդառնա Գազայի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Նամակն ուղարկվել է հունվարի 16-ին, այսօր այն հրապարակել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ինձ համար մեծ պատիվ է հրավիրել ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ միանալու պատմականորեն վճռորոշ եւ նշանակալի նախաձեռնության ուղղված Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդմանը եւ միաժամանակ համարձակ նոր մոտեցում սկսել գլոբալ հակամարտությունների կարգավորման հարցում։ Մոտ ապագայում մենք կհավաքենք մեր նվիրված գործընկերներին, որոնց մեծ մասը բարձր հեղինակություն վայելող համաշխարհային առաջնորդներ են։ Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել նոր ձևավորվող խորհրդի լիազորված ներկայացուցիչ իր անունից նիստերին մասնակցելու համար։ Նամակում նշվում է, որ համապարփակ ծրագիրը եւ խորհրդի կանոնադրությունը եւս ուղարկված է, մնում է Հայաստանի վարչապետը ստորագրի եւ վավերացնի։ Bloomberg պարբերականը հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ յուրաքանչյուր հրավիրված երկիր խորհրդում կարող է անդամակցել առավելագույնը 3 տարի անդամակցության պահից, իսկ $1 միլիարդ ներդրումը երաշխավորում է մշտական անդամակցություն։ Արդյոք Հայաստանը մտադիր է Թրամփի նախաձեռնած խորհրդի մշտական անդամ դառնալ։ Ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանի, պետք է քննարկվի խորհրդին անդամակցության եւ դրանից բխող պարտավորությունների հարցը։ Կանոնադրության տեքստը եւ մյուս փաստաթղթերին ծանոթանալ եւ հասկանալ, թե ինչ պարտավորություններ է ենթադրում, որովհետեւ $1 միլիարդ մասին հայտարարությունը կարծես թե քաղաքական հայտարարություն է եղել եւ ինձ առնվազն հայտնի չէ, թե դա ինչ գործընթացներ է իրենից ենթադրում եւ նաեւ պետք է ուսումնասիրել, թե արդյոք Հայաստանի Հանրապետության բյուջեն ունի նման հնարավորություններ։ Գազայում պատերազմի վնասների մասին տարբեր գնահատականներ կան, որոշ հաշվարկներով դրանք հասնում են մինչև $100 միլիարդ, ասում է արևելագետ Արմեն Պետրոսյանը։ Եթե կա առաջարկը թեկուզ ժամանակավոր անդամ լինելու, Հայաստանը վստահաբար պետք է համաձայնի եւ եթե չեմ սխալվում, քանի որ արդեն այդ խորհրդի առաջին հանդիպումը եղել է Հայաստանը մասնակցել է, քիչ թե շատ ուրեմն դրամաբանություն կանանում, որպեսզի այդ շարունակականությունը ներկայացան լինի, իսկ ավելի երկարաժամկետի մասով դա արդեն նպատակահարմարության հարց է, որտեղ բազմաթիվ դետալներ պետք է ճշտվեն։ Թրամփը կլինի խորհրդի առաջին նախագահը, նա կորոշի ում հրավիրել կազմակերպություն։ Խմբում որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ, յուրաքանչյուր անդամ պետություն կունենա 1 ձայն։ Միևնույն ժամանակ բոլոր որոշումները ենթակա են նախագահի հաստատմանը։ ԱՄՆ նախագահական վարչակազմը հրավերներ է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարի, այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին։ Նրանք ընդունել են ԱՄՆ նախագահի հրավերը, միայն Ռուսաստանը դեռ պատասխան չի տվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Թրամփի նախաձեռնած խորհրդին, ինչին ի պատասխան ԱՄՆ նախագահը հայտարարել է ֆրանսիական գինու ու շամպայնի նկատմամբ մինչև 200% մաքսատուրք սահմանելու մտադրության մասին։ Ըստ Թրամփի դա կստիպի, որ Մակրոնը ընդունի իր հրավերը։ Արդյոք խաղաղության խորհուրդը կփոխարինի ՄԱԿ-ին, Արմեն Պետրոսյանի խոսքով միայն ԱՄՆ քաղաքական կամքով դա չի կարող իրականանալ, բայց ՄԱԿ-ի դերակատարման նվազումն ըստ նրա վերջին տարիներին ակնհայտ է։ Իրավիճակային առումով գուցե այդ կառույցը կարողանա ավելի արդյունավետ գործել, քան օրինակ էսպայն ՄԱԿ-ն է, որտեղ էսպայն աշխարհում բազմաթիվ խնդիրներ կան եւ անընդհատ ակտիվանում են կամ թուլանում են հակամարտություններ, իսկ ՄԱԿ-ի ներգրավվածությունը զրոյական է։ Ավելի քան 14 միլիարդ պարտք ունեցող Հայաստանն արդյոք կդիտարկի խաղաղության խորհրդի մշտական անդամ դառնալու հավանականությունը, ինչ միջոցներից կարող է վճարվել $1 միլիարդ եւ ինչ կշահի քաղաքական իմաստով։ Այս հարցերի պատասխաններն առայժմ մշուշոտ են։